Ալվարոն երկու ձեռքով կախվել էր ժայռի եզրից, իսկ ներքևում սուր խուտն էր։ Ալվարոն շատ էր վախեցած, որ շարժվեր, երկու ձեռքերով ամուր բռնելով ավազը։ Ժամանակի ընթացքում Ալվարոյի ֆիզիկական ուժերը աստիճանաբար լքում էին նրան եւ նա գրեթե ի վիճակի չէր իրեն պահելու։ Ինչպես նա փրկեց իրեն։ Սա իրական դեպքի հիման վրա նկարահանված ֆիլմ է։ Ալվարոն եւ նրա ընկերուհին Օնան վիճեցին եւ նա առանձին գնաց ծովափ հանգստանալու։ Անսպասելիորեն նրա ոտքը սահեց։ Նա հուսահատորեն կառչեց երկու ձեռքերով, բայց նրա շուրջը միայն ավազ էր։ Որոշակի տարածություն սահելուց հետո նա ի վերջո կանգ առավ։ Ալվարոն լարեց իր բոլոր մկանները, դողալով վախից։ Այդ պահին նա լսեց հեռախոսի զանգը եւ երբ մեկնեց ձեռքը հեռախոսը վերցնելու, նրա մարմինը հանկարծակի նորից սահեց ներքև, ինչի պատճառով նա շտապեց կառչել ավազից, կայունացնել մարմինը եւ մյուս ձեռքով դանդաղ մեկնվել դեպի ուսապարկը, բայց դա դարձյալ չհաջողվեց։ Բարեբախտաբար երկու ոտքով հենվեց եզրին եւ ցած չընկավ, բայց դա մեծ էներգիա է խլում եւ Ալվարոն գրեթե ի վիճակի չէ իրեն պահելու։ Այս ընթացքում նա հաշվում էր այն ժամանակը, որն անհրաժեշտ էր ալիքներին ժայռերին հարվածելու համար։ Նա ցանկանում էր օգտվել ալիքների բարձրացումից ու ցած ցատկել։ Հանկարծ ալիքները կրկին հարվածեցին եւ Ալվարոն ցած ցատկեց։ Թեև նա հաջողությամբ ցատկեց ծովը, հարվածը չափազանց ուժգին էր եւ նրա մարմինը հարվածեց ժայռերին։ Այս ընթացքում փորձեց ամբողջ ուժով դուրս լողալ ջրից։ Ալվարոն ուրախ էր, որ ողջ է մնացել եւ ծանր շնչելով մոտեցավ խութին։ Նա կարծում էր, որ դա ընդամենը կտրված ափ է, բայց երբ կանգնեց կոնքոսկրը հանկարծ կոտրվեց եւ նա ծանրորեն ընկավ ժայռերի վրա ու կորցրեց գիտակցությունը։ Միաժամանակ անց նա արթնացավ ծովի ջրից եւ անմիջապես ստուգեց ոտքերը։ Բարեբախտաբար նա դեռ կարողանում էր շարժել ոտքի մատները։ Նա արագ հանեց բջջային հեռախոսը եւ ուզում էր օգնություն կանչել, բայց հեռախոսը հայտնվել էր ջրի տակ եւ չէր միանում։ Նա հուսահատ գոռում էր. Այս հատվածն ամայի ծով է, ոչ ոք առհասարակ չի գալիս։ Ալվարոն այլ ելք չունենալով հանեց շապիկը, նախ փաթաթեց ձեռքի վերքը, ապա պառկեց խութի վրա եւ կորցրեց գիտակցությունը։ Երբ նա նորից արթնացավ, արդեն համարյա մտնել էր։ Նա պետք է հնարավորինս շուտ լքի խութը, այլապես նա կմահանա այստեղ, երբ տեղի կունենա մակընթացությունը։ Նա նայեց շուրջը, ապա հագավ ուսապարկը եւ մտավ ջուրը, պատրաստվելով լողալ դեպի ափ։ Սաստիկ ցավն անտանելի էր նրա համար։ Ալվարոն միայն կարողանում էր ցավից հառաչել, թափահարելով ձեռքերը եւ դիմանալով մինչեւ մկանների ջղաձգվելը։ Նա այլևս չէր կարողանում պահել իրեն եւ դանդաղ սուզվում էր ծովը։ Երբ նրա ոտքերը հպվեցին ծովի հատակին, նա հանկարծ հիշեց իր ընկերուհուն Օնային։ Նա մեծ ուժ գործադրեց, արագ լողաց դեպի ծովի մակերևույթ եւ հաջողությամբ դուրս եկավ ջրի երես։ Կատաղի ալիքները շարժվում էին դեպի նա, ուստի նա արագ հանեց ուսապարկը եւ կախեց խութից։ Միայն դրանից հետո նա կայունացրեց մարմինը։ Նա պահում էր ուսապարկը, իսկ ալիքները հարվածում էին նրան, մինչև նա կորցրեց գիտակցությունը։ Չգիտեմ որքան ժամանակ անցավ, ծովի ջուրը հետ քաշվեց եւ որոր արթնացրեց նրան, ցավոտ կծահարելով նրա վերքը։ Նա անմիջապես արձակեց ուսապարկը եւ դժվարությամբ մագլցեց դեպի լողափ։ Այս պահին ժայռից ընկնելուց անցել էր 24 ժամ։ Ալվարոն ուժեղ ջրազրկված է։ Լողափին տեսնելով ուրիշների նետած ըմպելիքները, նա հուզված վերցրեց դրանք, բայց դրանք լիքն էին ծովի ջրով։ Նա կարող էր միայն շարունակել սողալ, բայց սողալու ընթացքում նրա ձեռքը ձկնորսական կարթ էր մտել եւ Ալվարոն դիմացավ այն դուրս քաշելու ցավին։ Գիշերը նա ժայռի մոտ գտնում է ալյումինե փայլաթիթեղ եւ ջրի բաժակ, ավազի մեջ փոս է փորում, ապա պատռում է փայլաթիթեղի մի կտոր եւ փռում դրա վրա։ Նա այնքան ծարավ էր, որ պատրաստվում էր խմել սեփական մեզը։ Ալվարոն իր վրա գցեց ամեն ինչ, ինչ կարող էր պաշտպանել ցրտից եւ թաքնվեց երկու մեծ քարերի միջև, բայց նա միևնույն է դողում էր։ Այս ընթացքում նա տեսավ, թե ինչպես երկնքում հանկարծակի հայտնվեցին մի քանի կայծակներ։ Նա շտապով փայլաթիթեղը փռեց փոսի վրա եւ տեղադրեց ջրի բաժակը, պատրաստվելով տեղատարապ անձրևի։ Անձրևը կտրվեց ընդամենը մի քանի կաթիլից հետո։ Ալվարոն փայլաթիթեղից լիզեց ջրի բոլոր կաթիլները։ Հաջորդ օրը նա ձևացրեց, թե մեռած է, հենվելով ժայռին, ձեռքում փայտ պահած եւ գաղտնի նայելով որորին։ Երբ որորները մոտեցան, դժբախտաբար արձագանքը դանդաղ էր եւ որորը թռավ գնաց։ Նա բարձրաձայն հայհոյեց։ Ճիշտ այն ժամանակ, երբ Ալվարոն հուսահատության մեջ էր, նա հանկարծ լսեց բջջային հեռախոսի զանգի ձայն։ Նա շտապով նայեց շուրջը եւ ի վերջո գտավ իր բջջային հեռախոսը ավազի տակ։ Հեռախոսի մեջ ծնողների տեսանյութն է։ Նա չէր համբերում, որ օգնություն կանչի, բայց ծնողները դեռ խոսում էին տեսախցիկի առաջ։ Միայն այդ ժամանակ Ալվարոն հասկացավ, որ սա նախապես ձայնագրված տեսանյութ է, այլ ոչ թե տեսազանգ։ Ալվարոն նորից հուսահատության մեջ ընկավ, երբ նա հիշեց իր ընտանիքին, իր ընկերուհուն եւ լավ ընկերներին, արագ վերականգնեց գոյատևման իր հույսը։ Նա նայեց շուրջը եւ ոչ հեռու գտավ սերֆինգի տախտակ։ Նա սողաց դեպի սերֆինգի տախտակը։ Նա շատ ուրախ էր, երբ դիպավ սերֆինգի տախտակին։ Ալվարոն ավազի վրա նկարում է սոս ազդանշան, նայելով հեռվում ծփացող ալիքներին։ Նա ինքն իրեն հիշեցնում էր. Հանկարծ կարծես նավ տեսավ ծովում։ Իր վերջին ուժերով նա սերֆինգի տախտակը կապեց ձեռքերին եւ հուսահատորեն սողաց դեպի ծովը։ Թեև ալիքները նորից ու նորից խփում էին Ալվարոյի դեմքին, Ալվարոն չընկրկեց, այլ ավելի ուժգին թիավարեց, որովհետեւ գիտեր, որ դա իր վերջին հույսն է։ Թիավարելիս նա օգնություն էր կանչում, բայց շուտով նրա ուժերը հասան իրեն սահմանագծին եւ նա նորից կորցրեց գիտակցությունը։
Հանկարծ ծովում մի սև ստվեր հայտնվեց։ Սուզազգեստով մի տղամարդ արագ լողաց դեպի նա, նրա դեմքին թթվածնային դիմակ դրեց եւ փրկեց նրան։ Ալվարոն ի վերջո փրկվեց 48 ժամ թակարդում մնալուց հետո, երբ Ալվարոն նորից արթնացավ, նա արդեն հիվանդանոցում էր։ Նա չկարողացավ զսպել արցունքները։